Վաղվա նախագահների հանդիպումից որևէ ակնկալիք ունեք եւ արդյոք կարող է իրավիճակը կայունանալ, քանի որ սահմանային, այսպես ասած, միջադեպերը, դիվերսիոն գործողությունները արդեն իսկ պարբերաբար բնույթ են կրում Ադրբեջանի կողմից հրահրվող։ Եթե մինչև վերջերս կասկածողներ կային, կարծես թե վերջին շրջանում այլևս այլ կարծիք չկա։ Բոլորը համոզված են, որ այս վիճակը ձեռնտու է Ռուսաստանին եւ Ռուսաստանը փորձում է այս վիճակը պահպանել ու ավելի լարված պահել։ Եթե այդ ամենը հայտնի է եւ հանդիպում է կայանալու կամ չի կայանալու Ռուսաստանի նախագահի հովանավորությամբ, ով աշխարհի կողմից մերժվում է որպես պատերազմի հրձիկ, արդեն գրեթե նրան տրվում են Հիտլերին համարժեք որակավորումներ, այդտեղից որևէ դրական ակնկալիք ունենալ չի կարելի։ Մինսկի խմբում կան համանախագահներ։ Համանախագահ նշանակում է, որ որևէ պահի նրանք կարող են նախագահի դերակատարություն ստանձնել։ Եթե համանախագահներից մեկը հանդես է գալիս նախաձեռնությամբ եւ այդ նախաձեռնությանը գոնե արարևույթ դրական պատրանք ունի, ապա դա նշանակում է, որ պիտի դրան ընդառաջ գնալ այն իմաստով, որ Պուտինը ցանկանում է խաղաղություն սահմանել, կազմակերպել այն հանդիպումը, որի մասին խոսում են ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր մասնակիցները։ Իսկ Պուտինը խաղաղություն է ցանկանում սահմանել, թե որոշակի նախապայմանների խնդիր կա։ Եթե նույնիսկ դա միայն պաստառ է, նույնիսկ այդ դեպքում դու իրավունք չունես ասելու, որ ոչ։ Ինքը ասում է, որ ես ուզում եմ, որ այս հակամարտության երկու կողմնակի այդ հանդիպումը կազմակերպեմ, ինչի դրան պիտի դեմ արտահայտվի Եվրոպան։ Ասում է, լավ, ուզում ես կազմակերպի, տեսնենք ինչ կստացվի։ Իսկ ինչ կարծիք ունեք, որևէ բան կտա, թե դա կլինի հերթապահ հանդիպում եւ այսպիսի իրավիճակը կշարունակվի, ընդհանուր արդեն խոսակցություններ են պտտվում անգամ պատերազմի վերաբերյալ։ Ռուսաստանի մասնակցությամբ խաղաղություն չի կարելի ակնկալել։ Ռուսաստանը ժամանակին նախապատրաստեց այն բանի համար, որ հետագայում, երբ ազգերը դեպի անկախության գնան, նկատի ունեմ բոլշևիկյան Ռուսաստանը, նույն իմպերիալիստական, երբ ազգերը գնան դեպի խաղաղություն, ապա ինքը եւ դեպի ազատություն, ինքը օգտագործի որպես միջոց, այսօր օգտագործում է, վաղն էլ պիտի ուզի օգտագործել։ Ռուսաստանը կարող է, եթե չլինի Պուտինյան Ռուսաստան, լինի, ասենք, Կերենսկու Ռուսաստանը կամ Ելցինի նախնական փուլի Ռուսաստանը։ Ընդհանուր առմամբ ինչ եք կարծում, ինչպիսի իրավիճակ կլինի, պատերազմ կլինի, թե արդեն պատերազմի մեջ։ Պատերազմ արդեն կա, դրա մասին խոսելը, այնպես որ խոսել են բանի մասին, որ կլինի։ Պատերազմը լինում է բուռն, լինում է ոչ բուռն, բայց մենք պատերազմի մեջ ենք։ Եվ ինչ պիտի անենք։ Այսօր մեր մարդիկ մի քանիսը ներկայացել էին Եվրոպական միության դրոշով, Եվրոպական միությունը դա ոչ միայն քաղաքական կողմնորոշում է, այլ Եվրոպական միությունը դա նաև անցած ճանապարհ է։ Իրար հետ պատերազմած երկրները Եվրոպական միության դրոշի ներքո ապրում են խաղաղությամբ, հաշտությամբ, որտեղ մարդը գերագույն արժեքն է։ Այսինքն մենք պիտի հստակ հասկանանք, թե արկա հնարավոր ճանապարհներից որն է տանում մեզ դեպի մեր ցանկալի նպատակը։ Դա Եվրոպական միության արժեքային համակարգն է, որը ըստ էության Եվրոպական միությանը չի, դա համամարտկային է, բայց Եվրոպական միությունը առարկայորեն որդեգրել է։ Դա է ճանապարհը։ Վերադարձ մեր նախապես որդեգրած Եվրոպական միության հետ հարաբերությունների սերտացմանը, դա է մեր ճանապարհը։ Մյուս բոլորը տանում են դեպի կործանում, ոչ թե ձախողումներ, այլ կործանում։